Ղարաբաղում ադրբեջանցիները վանդակում են իրենց զգում։ Այս ձևակերպումը ադրբեջանական ընդդիմադիր պարբերականներն են անում վերջին օրերին, վստահեցնելով, թե Արցախյան պատերազմից 5 տարի հետո Ղարաբաղն ադրբեջանական չի դառնում։ Ադրբեջանագետները համոզված են, Ալիևի նկարահանող մոնտաժող խումբը խեղաթյուրում է ամբողջ իրականությունը։ Ադրբեջանի իշխանությունը փորձում է համոզել, թե ծաղկում է կյանքը օկուպացված Արցախում։ Ալիևը գյուղատնտեսությունն է խթանում, նոր մշակաբույսեր տնկում, պաշտոնյաների է մեծ շուքով դիմավորում Արցախում։ Այն դեպքում, երբ Ղարաբաղի նոր բնակիչներն անգամ ամենատարրական պայմանները չունեն։ Մարդկանց դժգոհություններն են, աշխատատեղերի բացակայությունը տեղում, հետո իրանց արդեն զրկել են արտոնություններից, որոնք տարիներ շարունակ ունեին, իրենց կարգավիճակով պայմանավորված, եւ ասում են գները բավականին թանկ են։ Ղարաբաղում խանութ գնալու համար կիլոմետրեր են հաղթահարում ադրբեջանցիները։ Իրավունք չունեն իրենց ուզած պահի դուրս գալ տարածքից։ Անգամ կատակում են, որ վիզայով են ներս ու դուրս անում։ Տները, որտեղ ապրում են, իրենց սեփականությունը չեն։ Կեցության ժամանակավոր վկայականներ են իրենց տվել։ Ամենակարևորը դա անվտանգության խնդիրն է, իհարկե, այդ մարդկանց համար, որտեղ իրենք վստահ չեն, որ իրենք այդտեղ երկար ապրելու են, վստահ չեն, որ դա հիմնովի ինչ-որ պրոյեկտ է եւ անկեղծորեն չեն շտապում, որտեղ տասնամյակներ շարունակ իրենց կյանքը արդեն ինչ-որ կերպ դասավորել են եւ հիմա իրենց հանում են, տանում են ինչ-որ չոլում, ասում են հիմա այստեղ եք ապրելու։ Շատերը չունեն ալտերնատիվ հնարավորություն, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել են ինչ-որ մանկապարտեզների շենքերում, գործարանների նախկին շենքերում, այսինքն մղթար պայմաններում։ Դանդաղել է ադրբեջանցիների այսպես կոչված վերաբնակեցման ծրագիրը Ղարաբաղում, նկատում են փորձագետները։ Ալիևը, որ խոստանում էր 5 տարում 70,000 մարդու տեղավորել օկուպացված Արցախում, հիմա ստիպված Ղարաբաղում ապրողների կեղծ թվեր է հրապարակում։ Ադրբեջանի իշխանությունը առաջ տալիս էր թվերով բնակեցման քանակը եւ հասցնելով 14,000-ի թիվը։ Դրանից հետո դադարեցին բնակեցվածների թիվ ասել, սկսեցին ասել ընդհանուր այդտեղ բնակվողների թիվ, տալիս են այսպես 50,000, բայց ինչի համար են այտենց ճոխ թվեր, ուզում ներկայացնել։ Դրա մեջ մտնում են եւ այդտեղ ծառայող զինվորականները եւ տարբեր ինչ-որ կառուցապատող ընկերությունների աշխատակիցներ, պետական կառույցների աշխատակիցներ, որտեղ այդտեղի բնակիչ չեն։ Ավելի քան 10 միլիարդ դոլարը մինչև այս պահը դուրս եկել Ադրբեջանի պետբյուջեից Ղարաբաղի այսպես կոչված վերակառուցման համար։ Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը գրում է, որ կոռուպցիոն մեծ կեղտեր կան Ղարաբաղում։ Այդ սկանդալների կենտրոնում նաև Ալիևի բարեկամ չինովնիկներն են։ Մեծ հաշվով այդ բոլոր կոռուպցիոն սկանդալները, որոնք վերականգնողական աշխատանքների շուրջ չէին կարող չլինել, եկեք հասկանանք, այդ կոռուպցիայի մակարդակը, որը կա Ադրբեջանում, այդ չալաղած թիքի, այսպես ասած, պրոյեկտների մեջ հնարավոր չէ, որ չլիներ, բայց այն մեդիաները, որոնք սկսեցին դա բացահայտել, Աբզաց մեդիան եւ մյուսները, իրենց լրագրողներին հերթով ձերբակալեցին Ադրբեջանում, դատական գործերը մի մասի շարունակում է, մի մասը այտենց 8-10 տարի արդեն դատապարտված են։ Ադրբեջանի իշխանությունը, որ իր աղքած ժողովրդին 30 տարի կերակրում էր հույսերով, թե Ղարաբաղը գրավելուց հետո լավ են ապրելու։ Հիմա ամեն ելույթում հայտարարում է, որ մի քիչ էլ պետք է սպասեն։ 50 միլիարդ դոլար ու ժամանակ է պետք Ղարաբաղն ամբողջությամբ ականազերծելու ու վերակառուցելու համար։ Ադրբեջանը մեծ պրոբլեմ ունի։ Արցախի օկուպացիայից հետո Ալիևները հույս ունեին, որ միջազգային ներդրումներ են հոսելու Ղարաբաղ։ Հիմա բացի մի քանի թուրքական, իսրայելական, ղազախական ընկերություններից ուրիշ գործընկերներ չեն բռնում Ադրբեջանի նախագահի ձեռքը։ Առաջինը ինչ որ կանգնեցնում է միջազգային ներդրողներին, դա էլի անվտանգության խնդիրն է, մարդիկ վստահ չեն, որ Ադրբեջանը իր իշխանությունով ներկա կարող է ապահովել երկարաժամկետ խաղաղություն, որպեսզի իրենց ներդրած գումարները հետ բերեն։ Երկրորդը էլի մարդիկ, աշխատատեղեր, աշխատուժ եւ լոգիստիկա։ Ղարաբաղը գլխացավանք է հենց Բաքվի համար, գրում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։ Օկուպացված Արցախի շատ շրջաններում դեռ մի ընտանիքի էլ չեն տեղավորել։ Բաքվի հանրակացարաններում, նախկին մանկապարտեզների շենքերում ապրող ադրբեջանցիները անհույս սպասում են խոստացված լավ կյանքին։ Գանա Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։